Վերջին շաբաթների ամենամասշտաբային հարձակումն է Ռուսաստանն իրականացրել Ուկրաինայի դեմ, գրեթե 1 տասնյակ զոհի մասին է հայտնի։ Կիևը հայտնում է, որ 2 մարդ է սպանվել Խերսոնի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակումից, դեպքը եղել է Նովոկայիրի գյուղում։ Մարզպետարանը նաև տեղեկություն ունի, որ լուսադեմին Խերսոնի նավահանգստում անօդաչու թռչող սարքը հարձակվել է միկրոավտոբուսի վրա։ 63-ամյա վարորդ ուղեղի ցնցում է ստացել։ Նույն շրջանում ռուսական հարձակման տակ է հայտնվել երթուղային տաքսի։ 62-ամյա վարորդը վիրավորվել է։ Կրամատորսկում ըստ ուկրաինացիների ռուսական հրետակոծության հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 2-ը վիրավորվել են։ Ռուսական անօդաչուների հարձակման զոհ են դարձել Սումիում։ Շրջանային ռազմական վարչակազմի ղեկավարը հայտնել է, որ տարեցամուսիններ են զոհվել։ Բնակելի տներ են վնասվել, ոչ բնակելի և պահեստային տարածքներ, ավտոտնակներ։ Օդեսայի մարզում Նովա Պոշտա ընկերության լոգիստիկ կենտրոնին հարվածելու մասին են հայտնել ռուսները։ Շենքն ավերվել է ըստ ուկրաինացիների, զոհվել է 19-ամյա աշխատակից, ևս 4 մարդ վիրավորվել է։ Ռուս զինվորականները հայտնել են Զապորոժիեի և Դոնեցկի մարզերում 2 գյուղ վերահսկողության տակ վերցնելու մասին։ Միջազգային ռազմական փորձագետները նկատում են, որ մարդկային և նյութական կորուստների դիմաց ստացվող տարածքային ձեռքբերումները փոքր են։ Ռուսական զորքերի առաջխաղացման տեմպերը շարունակում են մնալ ցածր, նկատում են ռազմական վերլուծաբանները։ Ռազմավարական նշանակության տարածքներ հազվադեպ է իր տիրապետության տակ վերցնում Ռուսաստանը։ Փորձագետների դիտարկումներով Ուկրաինան վերջին շաբաթներին ավելի ակտիվ է հարվածում Ռուսաստանի խորքերում գտնվող թիրախներին, նավթավերամշակման օբյեկտների, պահեստների, ռազմական ենթակառուցվածքների։ Ռուսական ՀՊՄ գիշերում Ուկրաինայի զինուժի գրեթե 800 անօդաչու է խոցել։ Աստրախանի շրջանում դրոնների հարձակման հետևանքով մի կին է զոհվել ըստ ռուսական ուժերի։ Արդյունաբերական ձեռնարկություններ և քաղաքացիական օբյեկտներ են եղել ուկրաինացիների թիրախում, հայտնում է նահանգապետը։ Մերձ Մոսկվայում քաղաքացիական օբյեկտների վրա դրոնների զանգվածային հարձակման հետևանքով մի տղամարդ է մահացել, 3 մարդ է տուժել Պոդոլսկում։ Վնասվել են Դոմոդեդովի և Չեխովի բնակելի տները։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ գիշերը մայրաքաղաքի շրջանում ոչնչացվել է ավելի քան 200 անօդաչու թռչող սարք, որոնք թռչում էին դեպի Մոսկվա։ 1 մարդ է զոհվել Բրյանսկի շրջանում։ Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը 12 կառավարվող ավիացիոն ռումբ համազարգային կրակի համակարգերի 4 ռեակտիվ արկ է ոչնչացրել։ Ուր է գնում պատերազմը։ Փորձագետները նկատում են, որ մարդուժի պակաս ունի Ուկրաինան, մեծ է կախվածությունը արևմտյան աջակցությունից, սահմանափակ են հոբ ուժերը։ Միջազգայնագետները բանակցությունների պատուհան տեսնում են, սակայն շատ հեռու է իրական խաղաղության հասնելու ճանապարհը։ Գայանե Մովսիսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։